արդեն թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախչել հրկել և շանգությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Մենք պիտի հասկանանք, որ եթե ուզում ենք մեր ձեռքերով հասնենք հովոյին, նախ եւ առաջ պիտի ազատվենք իր ամենահավատարիմ տղեկից, Գոքորից, Տիկոյից ու Գարիկից։ Ու եթե Տիկոն հիմա հիվանդանոցում է, այդ ոչ մի բան չի նշանակում։ Գոքորն ու Գարիկը հիմա լուրջ վտանգ են մեր համար, ու մենք պիտի դրանցից ազատվենք։ Ես համաձայն եմ Մալխասի հետ։ Ու հիմա պիտի մենք հստակ պլանավորենք մեր անելիքները։ Քայլ առ քայլ, որ հետո սյուրպրիզներ չլինեն։ Ես ինքս կղեկավարեմ օպերացիան։ Ու ձեզ խոստանում եմ, որ ոչ մի անակնկալել չի լինի։ Հալո։ Հիմա կփոխանցեմ հողը։ Ողունը։ Լսում եմ ասա հովո։ Իրոք դե հանդիպենք խոսալու բանկա։ Լսի հովո, դու կարծում ես, որ այսօրվա դեպքից հետո և դու մեզ թափառական շամպես քո պատվալն էիր գցել։ Մենք էլ իրար հետ խոսալու բան ունենք։ Առիթը կար, որ պահել եմ։ Եթե դու չես ուզում, որ մեր հարցերը խաղաղությամբ լուծվի, ուրեմն ես անիմաստ տեղն եմ զանգել։ Ես լուրջ ինֆորմացիա ունեմ, որ մեզ երկուսս էլ կարա վնաս տա։ Դրա համար էլ պետք է մեր հանդիպումը։ Իսկ ինչ թեմայի մասին է խոսքը։ Էդ հեռախոսային խոսակցություն չի։ Կհանդիպենք խոսանք։ Երբ։ Թեկուս հենց այսօր իրիկուն։ Ես մենակ եմ ելնելու, բայց եթե դու ուզում ես հետդ վերցրու։ Ես էլ մենակ կգամ։ Նայ հարմարությանդ, մի քանի ժամից Գարիկը կապվի ու կասի որտեղ հանդիպենք։ Ես ուզում եմ, որ իմ տարածքում ելնի հանդիպումը։ Ոնց ուզես, իմ համար մեկ է։ 10-ի կողմերը կգամ քո մոտ։ Եղավ հովո, ես քեզ կսպասեմ։ Հովոն ուզում է հանդիպի հետս։ Հետո արդեն իմացանք։ Այդ ուզածն ինչ է։ Գոնե չճշտեցիր, ինչի է ուզում հանդիպի։ Ասում է, ինչ-որ լուրջ ինֆորմացիա կա, որ կարող է երկուսիս վնասի։ Համել ուզում է մեր մեջ ծագած խնդիրները խաղաղությամբ լուծի։ Այդ սաղ ունտա, որ մեր ուշադրությունը շեղեն։ Ես չեմ հավատում, որ հովոն կարող է այդ սաղ հարցերը խաղաղությամբ լուծի։ Բայց ինչի չես հավատում, կամո։ Կարող է այդ մարդը ջոգել է, որ մենակ չի կարա այսքանից դեմ կռիվ տա։ Ուզում է հարցը խաղաղությամբ լուծի։ Չէ, բադա։ Կամոյի մտավախությունը լրիվ ճիշտ է ուտեղ։ Երբ հովոն խոսում է խաղաղության մասին, ենթադրվում է, որ ինքը պատրաստ է զիջումների գնալ մեր հետ։ Ու մեզ տա այն, ինչի համար մենք միացել ենք։ Բայց ես չեմ հավատում, որ հովոն ու իր տղերքը պատրաստ են կամովին ինչ-որ բան զիջել։
Հաստատ չեն տա։ Ժամանակներ ա եղել, որ հովոն ավելի ծանր վիճակում ա հայտնվել, բայց ինքը իր ունեցվածքից մի գրոշել չի զիջել։ Այդ շոր պլանավորված բան ա, մեզ ուզում են թակարդը գցեն։ Միշտ ապեք եզրակացություն անել։ Նախ պետք է իմանալ այդ ինչ հարց ա, որ հովոյին տենց անհանգստացնում ա։ Կարող է լուրջ թեմա կա, որից մենք կուրսի չենք։ Ու հետո այդ զիջումների պահովել շատ անհասկանալի բաներ կան։ Շատ հավանական ա, որ հովոն չէր սպասում, որ սաղ տղեկը կմիանան ինձ ու դուրս կգան իրա դեմ։ Լավ, ասենք, հովոն խաղաղություն առաջարկեց ու ինչ-որ թուլափայ գցեց մեզ։ Ինչա, մենք պիտի համաձայնվենք իրա հետ, Միրո։ Կարող իմ հետ խոսալուց մեկ էլ տես դիշովի բառեր չօգտագործես։ Ես թուլափայ չեմ ընդունում։ Կներես, պրոստը տակ ասի, Միրո ջան։ Ուրեմն սենց։ Ես կհանդիպեմ հովոյին, հետո ձեզ տեղյակ կպահեմ սա խոսակցության մասին։ Ամեն դեպքում մեր նպատակները մնում են անփոփոխ։ Մենք հովոյի ձեռից պետք է վեկալենք վլաստը։ Ու իրան ուղարկենք թոշակի։ Էսա խաղաղության հարցի լուծման իմ պայմանը։ Ու եթե հովոն այդ պայմանը չընդունեց, մեզ մնում է մի բան։ Իրան վերացնենք։ Շեֆ Վարդանն աստղ։ Ասա թող մերսի։ Լավ։ Անդրեմ համեցիր։ Ես չէի մտածում, որ դու այդպես ռոմանտիկ մարդ ես, Վարդան։ Նախկինում դու պատրաստ էիր առանց աչքդ թարթելու զոհաբերել յուրաքանչյուրին, ով չի կարողացել քո հանձնարարած գործը գլուխ բերել կամ կատարել քո հրամանները։ Իսկ հիմա պատրաստ ես հանուն ատոմի զոհողությունների գնալ։ Զարմանալի է, թե ինչպես մարդ կարող է փոխվել։ Զավեն, ես դասեր եմ քաղել իմ անցած կյանքից ու եկել են եզրակացության, որ կյանքում ամենակարևորը փողն ու իշխանությունը չի, ու չարժի, որ սա կյանքդ պայքարես դրա համար։ Կյանքը ինքնին պայքար է։ Երբ դադարում ես պայքարել, դադարում ես գոյություն ունենալուց։ Դու ճիշտ ես ասում, Զավեն, բայց կարելի է պայքարել ուրիշ բաների համար, Զավեն, օրինակ երեխայիդ երջանկության համար, հարազատիդ, ընկերոջդ, կնոջ, ինչ-որ բանով օգտակար լինես իրանց։ Եթե ես քեզ չճանաչեի, կմտածեի, որ մոլերանտ հավատացյալ ես դարձել։ Մտածի ինչ ուզում ես, ես թքած ունեմ, ինձ քո կարծիքը բոլորովին չի հետաքրքրում։ Ամբողջ հարցը նրանում է, որ ես չեմ հավատում, որ դու փոխվել ես։ Դարձել օրինակելի մարդ։ Այս դիմակի տակ նույն սովորն է։
Նույն այն ցոգոլը, որը պատրաստ է ամեն ինչ ոչնչացնել, չգնալ ոչ մի զիջումների, վերացնել ու կործանել այն ամեն ինչ կկանգնի իր ճանապարհին։ Քո ներսում հիմա պայքար է գնում, բայց քո իրական էությունը նորից գլուխ կբարձրացնի։ Հավատա ինձ։ Ես միշտ այն մտքին եմ եղել, որ դու չափից ավելի խելոք մարդ ես, ու ես իմ կարծիքը չեմ փոխել։ Բայց դու չես վստահում ոչ մեկին։ Դաժե են մարդկանց, ովքեր քո կողքին են, այդ հարազատ մարդկանց, եթե իհարկե այդպես մարդիկ կան։ Ու այդ անվստահությունը քեզ կկործանի Զավեն։ Այն ինչ ես տեսել եմ ու տեսնում եմ ամեն օր, ինձ կրկին անգամ չի համոզում, որ հավատամ մարդկանց։ Մարդարարածը, քո ընկերը, մերձավորդ, մտածում է միայն իր շահի մասին։ Նա պատրաստ է օգտագործել քեզ, խաբել, միայն թե դու հավատաս նրան։ Ու վերջում պարզվում է, որ ամենը փուչ է։ Մարդիկ հիմա միայն փողին են խոնարհվում, որքան էլ դա ցավալի է։ Ու դու ուզում ես, որ ես հավատամ մարդկանց։ Ոնց հասկացա Զավեն դու հենց հենց չես վարում քո այս փիլիսոփայական զրույցները։ Դու ինչ-որ կարևոր բանի ես նախապատրաստում, որ ինձ ասես։ Դու ճիշտ ես Վարդան։ Եվ կարծում եմ արդեն հասկացել ես, որ ես չեմ պատրաստվում ատոմին փոխանակել քո բիզնեսի ինչ-որ մի մասի հետ կամ փրկագին պահանջել նրա համար։ Բա ինչա քեզ պետք։ Դու Այսինքն ինչպես արդեն ասել եմ, մեկ անգամ դու պետք է աշխատես ինձ համար։ ես քեզ արդեն ասել եմ, ես քո համար չեմ աշխատի։ Ես զարմանում եմ իմ ընտանիքի գլխին բերած այդքան փորձանքներից հետո դու ոնց ես համարձակվում ինձ այդ տեսակ բան առաջարկել։ Դու ուզում էիր սպանել իմ տղային։ Դա ընդհանրապես բիզնես էր Վարդան։ Ես անձնական ոչ մի բան չեմ ունեցել քո համար։ Իսկ իմ համար այդ ամեն ինչը շատ անձնական էր։ Իմ միակ պայմանը դա է Վարդան։ Ուրիշ ոչ մի այլ տարբերակի դեպքում ես ատոմին ազատ չեմ արձակել։ Եվ ավելին, ես կհրամայեմ, որ նրան գնդակահարեն։ Դու այդ բանը չես անի, Զավեն, որովհետև դու գիտես, որ դրանից հետո ես կթողեմ ամեն ինչ ու կմտածեմ մենակ քեզ սպանելու մասին։ Իսկ դու գիտես, որ ես այդ բանը կանեմ իմ կյանքի գնով։ Դու հիմա քեզ համար նոր կյանք ես կառուցում Վարդան։ Ընտանիք, կին, երեխա։ Զարմանալի է, որ այդ ամենը պատրաստվում ես զոհաբերել ինչ-որ պրինցիպների համար։ Աշխատիր ինձ համար։ Եվ ես քեզ խոստանում եմ, որ իմ օգնությամբ կհասնես մեծ բարձունքների։ Զավեն, ես իմ կյանքում ամեն ինչ տեսել եմ, թե փառք, թե իշխանություն, թե մեծ փողեր։ Հիմա ինձ ոչ մի բան պետք չի, ինձ մենակ մի բան է պետք, որ դու բաց թողնես ատոմին, ու ես քեզ խոստանում եմ, դու նրա մասին այլևս երբեք չես լսի։ Կյանքիդ մեջ գոնե մի անգամ մարդ եղի Զավեն։ Դու այդ տղուն արդեն պատժել ես, սպանելով իր ընկերներին։ Ես քեզ շատ եմ օգնել Զավեն, բայց դրա դիմաց դու ինձ միշտ պատասխանել ես դաժանությամբ։ Հետ վերադարձրու պարտքդ Զավեն ու մենք քվիթ կտնենք։ Դու սխալվում ես Վարդան։ Ես քեզ ետ վերադարձնելու պարտք չունեմ։ Արի խնայենք մեր ժամանակը եւ չտրվենք զգացմունքներ։ Դու արդեն հասկացար, թե ինչի դիմաց ես քեզ հետ կվերադարձնեմ ատոմին։ Երկրորդ տարբերակ չկա։
Ցավոք։ Ես չեմ հասկանում Զավեն, ես քո ինչին եմ պետք։ Մալխասը քո համար աշխատում է ու վատ չի աշխատում։ Հետո դու որ ուզենաս, ինձնից ուժեղ տղեկի կստիպես, որ քո համար աշխատեն։ Դու թերագնահատում ես ինքդ քեզ Վարդան։ Ճիշտ է, շատերը կան, որոնց ես կարող եմ ստիպել աշխատել ինձ համար։ Բայց նրանցից եւ ոչ ոք չունի քո փորձառությունն ու գայլի հոտառությունը։ Ինչ ես ասում, չեմ հասկանում։ Քաղաքում լուրջ փոփոխություններ են սպասվում Վարդան։ Միրոն կոնկրետ նպատակ է դրել իր առաջ Հովիկից իշխանությունը վերցնելու։ Եվ շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա։ Քանի որ արդեն իսկ ուժերն անհավասար են։ Եվ զարմանալի է, որ Հովիկը դրան լուրջ չի վերաբերվում։ Հետո վերցնի քեզ ինչ։ Հովիկը քեզ միշտ համարել է իր ամենաոխերին թշնամին ու համարում է, դու դրանից մենակ կշահես։ Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ Վարդան։ Ես ու Հովիկը դիամետրալ տարբեր տեսակետներ ունենք բոլոր հարցերի շուրջ։ Բայց նա լուրջ ու հավասարակշռված մարդ է։ Եվ ծայրահեղ միջոցների է դիմում միայն անհրաժեշտության դեպքում։ Եվ հետո նա գլոբալ մտածողության տեր մարդ է։ Իսկ նրանք, ովքեր հավակնում են Հովիկի աթոռին բազմել, միայն առաջնորդվելու են իրենց նեղ շահերից ելնելով։ Եվ Հովիկի հեռանալուց հետո հաջորդ թիրախը ես եմ լինելու։ Դու էլ աշխատի, որ Հովիկից հետո Մալխասը նստի հետ աթոռին։ Մալխասը քո կոնտրոլի տակ է, ու դու հանգիստ կարաս իրան կառավարես։ Դու սխալվում ես Վարդան։ Մալխասը իմ հսկողության տակ չէ։ Մեր երկուսի համագործակցությունը փոխշահավետ բնույթ է կրում։ Եվ առաջին իսկ հարմար առիթի դեպքում նա կփորձի վերացնել ինձ։ Եվ երկրորդ թեկնածուն դա Երեմն է, որի հետ մենք հին հաշիվներ ունենք։ Որքան ես հասկացա, դու ուզում ես ինձ ներդնես Միրոյի գրուպայի մեջ, որ հետո ես նստեմ Միրոյի տեղը, երբ Հովիկի հետ հարցերը վերջանա։ Այո, ճիշտ է։ Դու ի վերջո դրանից միայն կշահես։ Ինձ պետք է, որ այդ տեղում տեսնեմ տարիների փորձով հմտացած մարդու, որը լավ պատկերացնում է, թե ինչպես է աշխատում մեր համակարգը։ Առավել ևս, որ աչքի առաջ դաժան փորձ ունի։ Եթե ես միացա Միրոյին, մեքենայաբար դառնում եմ Հովիկի թշնամին, որը իմ պլանների մեջ չի մտնում։ Դա այդպես է։ Բայց դու համեմատաբար կարող ես չեզոք դիրք գրավել։ Կարծում եմ, ես քեզ վատ առաջարկ չեմ անում, Վարդան։ Այդ առաջարկ չի Զավեն, այդ պահանջը։ Ես պետք է մտածեմ։ Մտածիր, բայց դու ընդամենը մեկ օր ունես։ Հիմա Միրոյի ճամբարում լուրջ պրոցեսներ են կատարվում։ Դու պետք է այնտեղ լինես եւ ուղղորդես նրանց։ Դու ինչ ես տենց վստահ, որ Միրոն ու իր մարդիկ տենց ուրախ կլինեն, որ ես իրանց շրջապատում լինեմ ու հետո էլ իրանց գլխին ինչ շեֆ դնեն։ Եղածների մեջ, բացի Միրոյից, դու ամենափորձառուն ես։ Վարդան, հետո մարդիկ խարվում են քո խոսքը։ Եվ իմ օգնությամբ շատ շուտ կհասկանան, որ միակ ու հարմար թեկնածուն դա դու ես։ Եթե իհարկե կարանան Հովիկի հարցերը լուծեն։ Այո, հնարավոր է, որ դա տեղի չունի։ Բայց ես ուզում եմ ինձ ապահովագրել դեպքերի ցանկացած զարգացման դեպքում։ Հիմա հասկացար, թե դու ինչի ես ինձ պետք։ Հասկացա։ Դու վաղը իմ պատասխանը կստանաս։
Ես արդեն ստացել եմ քո պատասխանը, Վարդան։ Ես հելար ախպեր ես։ Ոնց ես։ Նորմալ։ Բայց ջայլներն ունեն։ Տարել են քննիչի մոտ։ Բայց ես դրանց որդ է բռնեմ կաշջան սատկացնելու եմ։ Արդեն բրեքս տրախ եմ գանյա տարել։ Կաշջան, բա Ռուսաստանին չէիր անում որ։ Լուրջ գործեր էի անում, Թաթուլ։ Լսել ես Կապոնեի մասին։ Ալ Կապոնեի մասին ախպերս։ Չէ։ Մոսկվա մի ավտորիտետ կար, Գլիշկեն Կապոնե էր։ Ես իրա բրիգադից եմ եղել։ Մարդը լուրջ գործեր անում, լուրջ փողեր էր ֆռցնում։ Բայց դե վերջում մի հատ գործի վրա վարվանք, Կապոնեին խփի, տղեկի կեսին փակին։ Ով է կարացավ, փախավ գլուխն ազատեց։ Դե ես էլ թողի փախա Հայաստան ախպեր։ Պարզ է։ Չէ, Կապոնեի մասին չեմ լսել կաշջան։ Բայց հոպարը հաստատ կուրսի կլնի։ Ինքն դե կարգին դեմ քայլ է։ Լսել եմ, գիտեմ։ Բա հիմի գործ բան կա ձեռդ։ Հայաստանում որոշել ես ինչով ես զբաղվելու։ Հələ որ ուզում եմ մի քիչ հանգստանամ այդ նապրյակներից, Թաթուլ ջան։ Հետո կերևա։ Կարամ հոպարին ասեմ քո մասին։ Իրանք քո պես աչայենի ու դուխով տղեկ պետք են։ Հիմա հոպարը լուրջ պլաններ ունի, ուզում է քաղաքը իրանով անի։ Ու քո համար հաստատ կարճին գործ կգտնվի ախպերս։ Տենանք, ոնց կստացվի, Թաթուլ։ Կաշջան, այսօր եկուց քեզ թողելու են, քո վրա թեմա չկա։ Որ ելնես, մոտիկներիս ասա որ ստեղ եմ, թե չէ հոպարը չգիտի որտե եմ, ինչ եմ։ Ասա թող հասնի մի բան անի, թե չէ վրես ծրակ կդնեն ու նիզաշտո կփագեն։ Պրոբլեմ չկա։ Դու մենակ ասա թե ում պետք է խաբար հասցվի։ Չէ, հոպարին պետք չի որ ասես, թե չէ լիք իմանաք սկսի ջղայնանալ խոսա վրես, ավելավա Կարոյի մոտ գնաս։ Ով է Կարոն։ Կարոն հոպարի աշձերն է, սաղ գործերն ինքն է անում։ Դու որ իրան ասես ինչը ոնց է, ինքը իր անելիքը գիտի։ Բա ոնց գտնեմ այդ Կարոյին։ Որ համար ասեմ կհիշես։ Հա։ Դե որ հելնես կասեմ, որ չմոռանաս, հա։ Ու կասես, որ գործը Ավակյանն է բարում։ Կասեմ։ Ով է այդ Ավակյանը։ Սաղ ստե դրա մասին են խոսում։ Ձև չի մոտը փողով գործ սարքել։ Ինչ փող այդ ցավը տանը։ Հարալ ախպերն էթա մոտը պասլատ կանի, չորով զակոնիկա, որ զախվատ արեց, մինչև դաբիտ չանի չի թողի։ Ու մի ես ընկել եմ նրա ձեռը։ Դե հոպարդ մի բան կանի, Թաթուլ, այդքան պերեժիվատ մի եղի։ Հա, Կաշջան, իմ հույսն էլ է այդ։ Ախպեր թե դրանք խեն ընգե հետևիցս չեմ ջոգում։ Վարամ։ Քննիչի մոտ։ Ջան, սաղը տանեմ, եթե ես իմանայի այդ անասունը տես բան է մտածել, ականջները կպոկեի, դաժը չէի թողի տնից դուրս գա։ Ու ամեն ինչը լավ իմացել ես, գերաս, քո լակոտը զենքը ձեռը, մեր հետևից է եկել։ Դու ուզում ես ասես ոչ մի բան չես իմացել, հա? Երդվում եմ գոքոր, չգիտեի։ Հնարավոր է դու չգիտեիր տղուտ պլանների մասին, գերաս։ Բայց տղետ ուզեցել է մերին վերցնի ու Հայաստանից փախնի։ Ու դրա մասին ինքս պիտի ասել։
Վիգենին փախնելու համար փող էր պետք։ Ու այդ փողը ինքը քեզանից պիտի ստանար։ Այդ հիմարը ինձ կոնկրետ բան չի ասել Գարիկ։ Գիշերը պասպորտն ու փողերը ձեռը մռնեցի, ասում եմ, ես ինչ ես անում, արա։ Ասում եմ, Գոքորի հետ կռվել եմ։ Կրակել ենք իրար վրա։ Իմ էլ փախնում եմ, որ ինձ չսպանի։ Բավն այդքանը գիտեիր, Գերաս։ Հիմա չզանգեցիր ճշտեիր։ Պատկերացնում ես, որ այդ ուռոդի պատճառով Տիկոն հիվանդանոցը պարկացա դաշիրա մոր թաղմանը չի կարում մասնակցի։ Հովո ջան, դու էլ ծնող ես ու պետք է ինձ հասկանաս։ Երբ Վիգենը այդ ամենի մասին պատմեց, գլխումս էլ խելք չկար։ Մենակ մտածում էի ոնց փախցնեմ, որ գլխին մի փորձանք չգա։ Հետո էլ որոշեցի գամ քո մոտ ու տեսնեմ ինչ կարելի անել։ Դու ճիշտ ես, Գերաս։ Ես էլ ծնող եմ ու հասկանում եմ քեզ։ Բայց քո տղեն այսօր իրան ամենավերջին անասունի պես է պահել։ Ու այդ քո մեղքն է։ Ժամանակին չես դաստիարակել։ Մի հատ վզակոտին չես տվել, որ լկտիություն արել։ Չես տվել բերանը ջարդել, որ փողոցում անմեղ մարդ է ծեծել ու ափր-ցփր խոսացել է աղջկեքի հետևից։ Թե կասես այդ տեն չի։ Տենց է, Հովո ջան։ Երկու կոպեկ անգրում ձեռներդ գիտեք աշխարհի տերն եք, ամեն ինչ կարակ անեք։ Սաղը բեսպրիզերշիկ եք դարել, ինչ ուզում անում եք։ Որ հետներ մի հատ թափով բարեկամ եք ունենում, գիտեք ձեր դեմ խաղ չկա։ Հիմա ուր է այդ քո բարեկամությունը, Գերաս, ինչի իմաստեղ չեն։ Ես որոշել եմ, որ դու քո տղու համար պատասխան չես տալու։ Բայց այդ չի նշանակում, որ Վիգենը ատվիչա չի իր արածների համար։ Դու մեր օրենքները գիտես։ Հովո ջան, ես ամեն ինչի պատրաստ եմ, որ իմ տղուորից այդ կռուզը հանեք։ Մենակ ասեք ինչա պետք անել։ Ուբեկտա, տունա, ամեն ինչ կտամ։ Սուզում ես փողով հատկուպից սալնես, Գերաս։ Քեզ ասում ենք տղետ կրակել է Տիկոյի վրա, Տիկոն հասիվ է բրգվել, դու տունը օբեկտ ես առաջարկում։ Գոքոր ջան, ես ուղղակի։ Գերաս, որ քո տղեն պետք է իր արժանի պատիժը ստանա այդ կասկածից դուրս է։ Ու պետք է այդ պատիժը ստանա ու պատասխանը իր արածին համարժեք։ Իրան մի հատ լավ դաս կտամ, կողերը գջարդեն, որ իմանա սրանից հետո իրան ոնց պահի։ Հիմա գնա։ Հովո ջան, մի բան եմ խնդրում։ Վիգենին չսպանեք։ Հետ մի տղեն ունեմ։ Իմ մարդ զրույցներ ես վարում, Գերաս, ստեղ ոչ մեկ չի պատրաստվում քո տղու սպանին։ Մերսի Հովո ջան, ինձ էլ կներեք։
Պակասան ուղեղն էլ ես չի։ Սրան էլ պդի նակազատ անենք ովո։ Առավել ևս, որ համուզված եմ, սա ամեն ինչից էլ կուրսի ովո։ Սրանից ավելի մեծ պատիժ իր համար չկար գոքրավա։ Գոնե այդ աղջկա այդ լուրջա հարաբերություններիդ, արժեր ես կամ պատմությունների մեջ ընգնենք։ Հլը ոչ մի բան չգիտեմ, ով ջան, մերին լավ աղջիկա։ Բայց ժամանակը մեր այնքան չի անցե, որ ես կարողանամ ինչ-որ լուրջ բան որոշեմ։ Դա աստված, որ ամեն ինչ լավ լինի գոքր ջան։ Հերսի ով ջան։ Խոսացիր Միրոյի հետ հո։ Այսօր իրիկուն հանդիպելու ենք, տենամ ինչ եմ անել դրա հետ։ Առավոտ մեր մոտից գնալուց հետո Միրոնում մնացած տղերքը հյուրանոցում հանդիպել են։ Գաղտնի հավաքույթ են անցկացրել։ Ու շատ հնարավոր է, որ իրանք իրանց որոշում արդեն կայացրել են։ Ես համոզված եմ դրանում, Գարիկ։ Ու փորձեմ այսօր ես դրանց կարտերը խառնեմ, որ մենք մեր մտածածը անենք։ Օ, որ հերթը ասավ դրանց վերացնելու, ես քեզ խնդրում եմ, այդ գործը ինձ հանձնել արի։ Դրանք շատ երկար ժամանակ է արդեն, մեր արունը պղտորում են, դրանք պիտի պատասխան տան իրանց արասների համար։ Մի հատ էլ հարց կա, ո ջան, որ կուզենայի քննարկենք։ Ասեք Գարիկ։ Շատ լավ կլինի, որ մեր պլանը աշխատի ու Միրոն հավատա, թե մենք զիջումներով ուզում ենք խաղաղության հասնենք։ Բայց այսօր Միրոյի կողքի կանգնած մարդիկ մեծ կասկածանքով կընդունեն մեր առաջարկը։ Երևնում Ալխասը դժվար հավատան մեզ։ Նրանց դունչը շատ անգամ է քարին առել։ Ու նրանք գիտեն, որ մենք պրոստը ոչ մի բան չենք զիջի իրենց։ Ես էլ եմ նույնն ասում, Գոքոր ջան։ Ես վերցնում եմ վատագույն տարբերակը։ Եթե Միրոն չհավատաց քեզ հովո, որն է նրանց առաջի քայլերը քեզ հասնելու։ Նրանք առաջինը փորձելու են ամենահավատարիմ մարդկանց վերացնել։ Այսինքն ձեզ։ Ու ես քո ասածը հասկացա, Գարիկ։ Հենց այսօր էլ զանգեք հիվանդանոց Տիկոյին տեղափոխեք իմ մոտ։ Ու եթե պետք է, բժիշկ էլ բերեք, որ ամեն րոպե նրա մոտ լինի։ Հասկացա, ո ջան։ Դուք ես դուշ եղեք տղեկ։ Գոքոր, ես գիտեմ դու ինչ դուխի տեր տղա ես։ Դու մենակ կարաս գնաս այդ սաղ բանակի դեմ կանգնես։ Բայց խնդրում եմ ձեզ։ Պահեք ձեզ։ Լավ կլինի ամեն ինչ, ով ջան։ Մեհերից ինչ նորություն կա։ Երևի վաղ առավոտյան արդեն դուրս կգրեն Մեհերին։ Խոսել եք հետը, ասել եմ մի բան, թե ով է իրան մաշնով խփել։ Ես խոսացել եմ, ասում է, որ մի հատ ավտո բարձր արագությամբ հետևից խփել է լուսերը անջատած, խփել ու փախել է։ Ես համոզված եմ, որ այս Ավարյան պատականություն չի։ Առավել ևս, որ բանկետ գալուց առաջ Մեհերը միտեղ նստած է եղել ու մի քանի քաղցր խոսք ասել Միրոյի ասեին, իր տղերքի մոտ։ Նրանք էլ հասցրել են Միրոյին։ Նրա համար է Միրոն վրեժ է լուծել Մեհերից։ Հավանական տարբերակ է։ Բիձեն լրիվ խելքը գցել է, չի հասկանում ինչ է անում։ Ամեն դեպքում ճշտեք այդ ինֆորմացիան։ Իմացեք, կամ մեկը, որ տեսել է, թե ինչ մաշնա է խփել Մեհերին։ Կանենք, ով ջան։ Դա դուք հիմա խոսացեք, ես զանգելու տեղում եմ։ Դա Գարիկ մեկ էլ Թամարին ասա, թող արդեն գա։ Տիկոյին մշտական խնամք ապեք, թող միշտ մոտ մնա։ Ասեմ, ով ջան։ Հա, մեկ էլ գնացեք, տեսեք կրավատա, խոլա ինչա, բերեք դրեք իր սենյակը Տիկոյի, որ կամֆորտ լինի։ Գնացեք։ Կանենք։
Հա, ով ջան։ Ինչ վիճակ ա տերաֆո։ Ո միջադեպ, կասկածելի բան չի եղել։ Չէ, ով ջան, ամեն ինչ նորմալ ա։ Հիմա Գայանեին դպրոցից տուն եմ տանում։ Գայանն քեզ հարցեր չի տալիս, թե ինչ ես դու ամեն օր իրան ուղեկցում։ Չէ, ոնց որ թե ամեն ինչ տանը բացատրել են իրան։ Հեռախոսը փոխանցի Գայանեին, ուզում եմ հետը խոսամ։ Հիմա ով ջան։ Գայանե ջան, պապա տա վերցրու, ուզում եմ հետդ խոսամ։ Պապ, մենք արդեն տուն ենք գալիս։ Հովիկն ա Գայանե ջան, քո մյուս պապան։ Բայց ես։ Բարև, ամեն ինչ նորմալ ա։ Հա։ Գիտեմ, որ գերազանցիկ ես, դրա համար չեմ հարցնում ոնց ես սովորում։ Այդ Ռաֆիկը իրան խելոք ա պահում։ Հա։ Հանգարց որ հետդ մի քիչ բարձր տոնով խոսած, զանգի ինձ, կգամ դրա ականջները կքաշեմ։ Եղավ։ Լավ Գայանե ջան, մոտ օրերս կգամ քեզ տեսության։ Հիմա հեռախոսը փոխանցի Ռաֆիկին։ Հա, ով ջան։ Ռաֆո, ամեն ինչ արա որ երեխու մտքով անգամ չանցնի, որ իրան վտանգ ա սպառնում։ Ես գիտեմ, ով ջան։ Երեխուն տարտուն իմացին դե տեղ չունի գնալու հետ արի։ Լավ։ Լիլի, վայ Կարաջան, բարև։ Շուտվանից իրար չենք տեսել։ Քուրս էր արտասահմանից եկել, իրանով էի զբաղված։ Հա։ Ոնց է լավ է։ Լավ է, Գերմանիան ֆիրմա են դրել աշխատում են։ Շատ լավ է, դու ոնց ես գործի գնում ես, ամեն ինչ կարգին է։ Շնորհակալ։ Շուտ ես անցնում ես տեղով։ Հաճախ եմ անցնում։ Դե մեկ արի սուրճ կխմենք կնստե։